Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները 2026-ին կանգնած են նոր անվտանգային ու ռազմավարական մարտահրավերների առջև։ Վերջին զարգացումները, սահմանային իրավիճակները և քաղաքական որոշումները կարող են անմիջապես ազդել ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա։ Այս տեսանյութում մենք կվերլուծենք Հայաստանի նոր անվտանգային ռազմավարությունը, Ադրբեջանի ռազմական և քաղաքական մոտեցումները, տարածաշրջանային լարվածության վերլուծությունը, հնարավոր զարգացումները և ազդեցությունը տարածաշրջանի վրա։ 2026-ին Հայաստանը ներկայացրել է իր նոր ռազմավարական ուղղվածությունը, որը ընդգծում է զինված ուժերի արդիականացում, նոր տեխնոլոգիաների ներդրում, ռազմական սարքավորումներն ու պաշտպանական հնարավորությունների ընդլայնում։ Սա թույլ է տալիս ապահովել սահմանների անվտանգությունը ու առավել հուսալի պաշտպանություն սպառնալիքների դեմ։ Դիվանագիտական նոր ուղղությունները Հայաստանի ռազմավարությանը ընդգծում է տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական ոլորտում։ Ներքին անվտանգության ամրապնդում, զինված ուժերի պատրաստության բարձրացում, ենթակառուցվածքների պաշտպանություն, սահմանների վերահսկողության նոր մեթոդներ։ Արժևոր է նաև քաղաքական ու քաղաքացիական կառույցների ինտեգրումը անվտանգության գործընթացում։ Վերլուծելով այս քայլերը, կարելի է ասել, որ նոր ռազմավարությունը հնարավորություն է տալիս Հայաստանին մշտապես պահպանել տարածաշրջանային հավասարակշռությունը և պատրաստ լինել ցանկացած փոփոխության։ Ադրբեջանը 2026-ին շարունակում է զորեղացնել իր ռազմական ու ռազմավարական դիրքերը, հիմնականում ուշադրությունը դարձնելով հետևյալ ոլորտներին՝ տեխնոլոգիական ու ռազմական արդիականացում, բարձրակարգ զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և սահմանային վերահսկողության նոր միջոցներ։ Ապահովում են երկրի սահմանների պաշտպանությունը և կարող են ազդել հակամարտության հավանականության վրա։ Ադրբեջանը շարունակում է ակտիվ դիվանագիտական ջանքեր միջազգային հարթակներում իր շահերը առաջ տանելու համար։ Զուգահեռ երկրի մոտեցումը ներառում է տարածաշրջանային քաղաքական ազդեցության ընդլայնում, տնտեսական ու էներգետիկ ռեսուրսների վերահսկողություն։ Ադրբեջանը նկատելիորեն օգտագործում է քաղաքական և ռազմական գործիքներ տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը պահպանելու կամ փոփոխելու համար։ Վերլուծելով այս քայլերը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը ձգտում է ուժեղ դիրք ունենալ տարածաշրջանում, ինչը ստիպում է Հայաստանին անմիջապես արձագանքել և հարմարեցնել սեփական ռազմավարությունը։ Վերջին շրջանում սահմանային իրավիճակը զգալիորեն լարված է եղել, հատկապես որոշ հատվածներում, որտեղ որոշակի միջադեպեր են գրանցվել։ Նման զարգացումները բարձրացնում են տարածաշրջանային զգոնությունը և ստիպում են երկու երկրներին պահպանել պատրաստվածությունը։ Միջազգային հանրությունը հետևում է իրավիճակին, փորձելով խուսափել սպառնալիքների սրումից։ Հայաստանի նոր ռազմավարությունը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը և պահպանել անվտանգությունը, անկախ ադրբեջանական քայլերից։ Ադրբեջանը ակտիվորեն օգտագործում է ռազմավարական դիրքերի ամրապնդումը, ինչը ազդում է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, այլև միջազգային քաղաքական միջավայրի վրա։ Եթե սահմանային միջադեպերը շարունակվեն, դա կարող է պահանջել Հայաստանի կողմից հավելյալ պաշտպանական միջոցներ։ Եթե դիվանագիտական միջնորդությունները հաջողեն, հնարավոր է սահմանային լարվածությունների նվազում և նոր կայունության շրջափուլ։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ անվտանգությունը երկու երկրների համար խիստ փոխկապակցված է և անհրաժեշտ է դիտարկել համակարգային, տարածաշրջանային առումով։ Երկու երկրների ռազմավարական քայլերը փոխկապակցված են, յուրաքանչյուրի քայլերը ազդում են մյուսի վրա։ Հայաստանի ռազմավարությունը ամրապնդում է դիրքերը, բարձրացնում պաշտպանության մակարդակը և ապահովում կանխատեսելիություն։ Ադրբեջանի ռազմավարության փորձում է առավելագույն ազդեցություն ունենալ տարածաշրջանում, օգտագործելով ռազմական, քաղաքական և տնտեսական գործիքներ։ Հայաստանի նոր ռազմավարությունը փորձում է պահպանել կայունությունը, ամրապնդել պաշտպանական հնարավորությունները և վերահսկել լարվածությունը։ Ադրբեջանը իր ռազմավարությամբ նպատակ ունի ուժեղ դիրք ունենալ և ազդել տարածաշրջանային քաղաքական հավասարակշռության վրա։ Դիտողներին հրավիրում ենք գրեք մեկնաբանություններում ինչպես կզարգանան իրադարձությունները ձեր կարծիքով։ Հավանեք տեսանյութը և բաժանորդագրվեք ալիքին՝ միշտ առաջինը լինելու համար ամենաթարմ և վերլուծական նորությունների հետ։